Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, այսօրվա համար առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Այսօր փետրվարի 7-ին Գարեգին երկրորդն ընդունել է գնդերես քահանաներին, որոնց ծառայությունը ՀՀԶ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից, տեղեկացնում է Մայրաթորի տեղեկատվական համակարգը։ Նորին սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունն է բերել հոգևոր հայրերին, գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը, ի նպաստ հայոց բանակում հոգևոր բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առհայրենին սիրո և մարտական ոգու զորացման։ Հանդիպման ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսը կատարել է հոգևոր սպասավորների նոր նշանակումներ, հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեբրքչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում։ Սպիտակ տունն էլ ծրագրում է փետրվարի 19-ին Գազայի խաղաղության խորհրդի առաջնորդների հանդիպում անցկացնել։ Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը ցանկանում է այս հանդիպումն օգտագործել Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումն առաջ մղելու և դրա վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ձևավորված խաղաղության խորհրդի կազմում այժմ ընդգրկված է 27 անդամ, որոնց թվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հունվարի 22-ին Դավոսում տեղի է ունեցել խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը։ Ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կոսովոյի, Մարոկոյի, Պակիստանի, Քաթարի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները։ Այսօր էլ Արդարադատության նախարար Սրփուի Գայլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում խորհուրդը քննարկել է ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին վերաբերող հարցերը, մասնավորապես քննիչ հանձնաժողովների իրավասության ոլորտների, հանձնաժողովների անդամների թվի և անդամների տեղաբաշխման մեխանիզմի, քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկման ու դրա հետևանքներին առնչվող թեմաները։ Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել քննարկումները նշյալ թեմաների շուրջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Սրփուի Գայլյանը հայտարարել էր, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ կլինի երևի թե մարտին։ Իրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր կինք ունենա, հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Աբդոլլահ Մին Մուսավին։ Իրանի թշնամիները լավ հասկանում են, որ մեծ պատերազմ պարտադրելու ցանկացած արկածախնդիր գործողություն և փորձ կհանգեցնի իրենց անվերապահ և ռազմավարական պարտության, նշել է նա։ Իրանը երբեք պատերազմ չի սկսի, բայց չի տատանվի պաշտպանել իր ազգային անվտանգությունը, կենսական շահերն ու տարածքային ամբողջականությունը, նշել է նա։ Միացյալ Նահանգներն էլ առաջարկում է ավարտել պատերազմը մինչև ամառվա սկիզբ, քանի որ հետագայում նրանք կունենան այլ առաջնահերթություն։ ԱՄՆ կոնգրեսի ընտրությունները, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Զելենսկու խոսքերով ամերիկացիները կողմերին առաջարկում են պատերազմը ավարտել մինչև այս ամառվա սկիզբը և հավանաբար կողմերին ճնշում կգործադրեն հենց նման ժամանակացույցի համաձայն։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ում ներքին հարցերն էլ ավելի արդիական կդառնան ամերիկացի բանակցողների համար։ Զելենսկու կարծիքով Ուկրաինայի համար ցանկալի է, որ ԱՄՆ դուրս չգա բանակցություններից և ռուսաստանցիներին նույնպես այսօր պետք է, որ ամերիկացիները մնան։ Ինչ վերաբերում է ամերիկացիներին, ապա նրանք հաստատ այլ առաջնահերթություն կունենան՝ կոնգրեսը, և մենք հասկանում ենք, որ նրանք իրենց ամբողջ ժամանակը տալու են հենց իրենց ներքին գործընթացներին, ընտրություններին, իրենց հասարակական տրամադրությունների փոփոխությանը։ Ընտրությունները նրանց համար հաստատ ավելի կարևոր են, քան մենք, պարզաբանում է Զելենսկին։ Շամշյանքոմի տեղեկություններով հունվարի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 15:10-ի սահմաններում Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 43-ամյա մի կին ու հայտնել, որ 2025 թվականի մայիս ամսից մինչև օրս բնակարանի անվանափոխության համար 63-ամյա իր մայրը և 37-ամյա իր եղբայրը պարբերաբար իրենից պահանջել են 30,000 ԱՄՆ դոլար, 37,000 ԱՄՆ դոլար, 20,000 ԱՄՆ դոլար և 20 միլիոն ՀՀ դրամ, սպառնալով, որ գումարը չտալու դեպքում իրեն, ամուսնուն և իրենց դեռ չծնված երեխային կսպանեն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ ինքը եղբորը արձառն տվել է 200,000 ԱՄՆ դոլար, սակայն վերջինս բնակարանի անվանափոխության հարցը շահարկելով կրկին գումար է պահանջել։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք էլ փոխանցվել են քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, առողջ եղեք, կհանդիպենք երկուշաբթի։